Գիտեմ ոսկեղեններ ունենա, ինչ ասես ունենա, ով ոչ մեկին հաշվետվություն չտա, խելագար եք դուք։ Ասենք դուք ում եք ներկայացնում, դուք Հիսուս Քրիստոսին, հələ մի հատ մեզ են ասում, ներ։ Դուք ձեզ հայելու մեջ տեսել եք ընդհանրապես։ Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի աղբերը KGB-ի գործակալը, ոչ մի բան, ոչ ով է հարց տալիս։ KGB-ի գործակալը ու հիմա բան նոր Նախճեվանի թեմի առաջնորդ է։ Ոչ մի բան, հա, ոչ հենց տենց էլ պետք է լինի։ Ես կներեք խելագարություն ասենց ման ոնց կարա լինի։ Մի հատ էլ ասում են ոնց բանի կաթողիկոսի անձնական կյանքին խառնվում եք։ Ոնց կաթողիկոսը անձնական կյանք ունի։ Այսինքն վարչապետը անձնական կյանք չունի, չի կարա ունենա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա։ Էսա կսկսեն բանի եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը պաշտպանել։ Միջազգային բաներով, կոնվենցիաներով։ Բա հարցազրույց եղավ եկեղեցու սպասավոր, ով ներսից գիտի, ասում է բանը ինչ որ մեկը սեռական կողմնորոշում ունի, ինձ հլը չի էլ հետաքրքրում ավանդական, ոչ ավանդական, որտեղ ինչ է շնակում եպիսկոպոսը սեռական կյանք չպետք է ունենա։ Ու ոնց Հայաստանում մարդկա, որ մտածում է կարա ուրիշ բան տեղի ունենա, Հայաստանում մարդկա, որ պաշտպանում է այս դիրքորոշումը, բացառված է, որ այդ մարդը Հայաստանի հետ կապ ունենա։ Ինքը ուրեմն բանն է, այդ բանի եզրասի, այդ բանի գործակալական ցանցի անդամ է, ուղիղ կամ անուղղակի։ Մեկը մեր մասին մի հատ հայտարարություն անի, ասի տեսել եմ բանում անտառում փռշտալիս։ Լսեք, ամիսներով կքննարկեն։ Հիմա մեկը KGB-ի գործակալ է, մեկը բան է, քահանաների հետևից հանգնում ձեռներակ, լռություն կատարյալ։ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճանն է, այլասերվածության։ Ու սրա մասին մենք պետք է լռենք։ Կաթողիկոս կոչվածը Գարեգինը աղջիկ ունի, թե չունի։ Ունի, թե չունի։ Այս հարցին պատասխանել է այդ մարդը։ Աղբերը, որ KGB-ի գործակալ է, որևէ բացատրություն տվել է։ KGB-ի գործակալը մեզ հայրենասիրություն բացատրողն է, մեր ազգային ինքնությունը մեզ բացատրողն է։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակա, մեկը բան, մոլագար սեռական, ու մենք մեր կյանքով ապրում ենք, ինչ է եղել, իրանց անձնական կյանքն է։ Ու մենք եկեղեցու դեմ պայքար ենք տանում, մենք կոնֆլիկտ ունենք եկեղեցու դեմ, եկեղեցին բոսյակն է եկեղեցին, բոսյակը եկեղեցին է, սեռական մոլագարը եկեղեցին է, գանձագողը եկեղեցին է, KGB-ի գործակալը եկեղեցին է։ Լսեք, ես կյանքս կդնեմ դրանցից իմ սրբությունը, մեր սրբությունը ազատելու։ Եթե նույնիսկ մենակ մնամ, ես պրոբլեմ չունեմ։ Պետք է ամեն մեկը որոշում կայացնի, լավ, ես ինչ ձև է, ես ինչ ձև է ընդհանրապես։ Ում բարոյական քարոզներ են կարդում, բաներ են անում, ինչ իրավունք ունեն դրանք ընդհանրապես։ Որպես մարդ, որ ունի հոգևոր կյանք, ինձ համար հարց էր, թե ինչպես պետք է ես վերաբերվեմ այս ամեն ինչին, եւ ինձ համար պարզ էր, որ ես այդ ամեն ինչին պետք է վերաբերվեմ համաձայն հայ առաքելական եկեղեցու ավանդի եւ կանոնների։ Եվ ընդ որում այսօր խոսում են նաև ընդդիմության ներկայացուցիչները, ասում են եկել են կուսության հարց են քննարկում։ Հարգելին, այս կուսության հարց չենք քննարկում։
քննարկում ենք լեգիտիմության հարց։ Լեգիտիմության հարց, որովհետև 356 թվականին տեղի է ունեցել Աշտիշատի ժողովը, որը մեր եկեղեցու համար սահմանել է կուսակրոնության դաս, որը պետք է պահի եկեղեցու ավանդը և պետք է ղեկավարի եկեղեցին։ Ընդ որում հիմա կուսակրոն քահանաները իրենք ունեն վերադաս աստիճան ամուսնացյալ քահանաների նկատմամբ։ Հիմա ամուսնացյալ քահանաները ամուսնացած մարդիկ են և այսինքն ոչ մի վերապահում նրանց չկա, որովհետև իրենք իրենց ուխտը չեն խախտել, բայց այստեղ հարցը հետևյալն է, եթե նրանք մի մասը դե ֆակտո ամուսնացած է եւ այլն, եւ կուսակրոնության բերումով ղեկավարում է ամուսնացյալ քահանաներին, բայց ինչի է ղեկավարում։ Ընդհակառակը ամուսնացյալ քահանաները այս համատեքստում եւ հոգեվոր եւ բարոյական առումով շատ ավելի բարձր են, որովհետեւ նրանք իրենց հոգեվոր ուխտը չեն խախտել, քան նրանք, ովքեր իրենց հոգեվոր ուխտը խախտել են։ Ընդ որում ես էլի եմ ասում, ես հիմա ինչ գրում եմ եւ ասում եմ, ես այն երկրորդ գիրքը չբերեցի, ես ամեն ինչը, ինչ նախադասություն ասում եմ, հիմնավորում եմ հայ առաքելական եկեղեցու կանոններով։ Հիմա իմ ձեռքի տակ է, օրինակ 2020 թվականի հրատարակության Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հրատարակության համաբարբար կանոնագիրք հայոց կոչվող կանոնների ժողովածու, որտեղ հստակ սահմանվում է, թե կուսության ուխտի զանցառման պարագայում ինչա տեղի ունենում։ Չէ, բանում կոչվում է կուսության ուխտ, այդ ամեն ինչ իրար հետ կոչվում է կուսակրոնություն։ Կուսության ուխտ, տենց է կոչվում։ Եվ հստակ սահմանված է, թե ինչա տեղի ունենում։ Ես ձեզ ընդ որում այն մյուս հայոց կանոնագրքում տասնյակ հոդվածներ կան, ես մի օրինակ վերեմ։ Ուրեմն կանոնագրքի կանոն անկյուրիա կոչվող ի կանոնը ասում է հետևյալը. նրանց մասին, որոնք չափահաս են դառնում եւ խոստանում են կուսությունը պահել եւ դրժում են խոստումը հոգեվորականների մասին, շնություն անելով, այլևս կույս չեն կարող համարվել, այսինքն կույս չեն կարող համարվել, կուսակրոն չեն կարող համարվել, եպիսկոպոս չեն կարող համարվել, աբեղա չեն կարող համարվել, վարդապետ չեն կարող համարվել, կաթողիկոս չեն կարող համարվել, որովհետև այդ բոլոր պաշտոնների համար պարտադիր է կուսության կամ կուսակրոնության ուխտը։ Այլևս կույս չեն կարող համարվել, այլ նրանց նման կլինեն, որոնք երկու կին ունեն։ Եվ նրանց համար սահմանվելու է 2 տարի ապաշխարություն եկեղեցուց դուրս, այսինքն նրանք պետք է դուրս մղվեն եկեղեցուց, եւ մտնելով